Ժողովրդի մոտ կարծում եմ արդեն վաղուց ընտրական տրամադրություններ են եւ ես հույս ունեմ, որ այս ընտրությունները քաղաքական դատավճիռ են լինելու այս իշխանությունների համար։ Տիկին Հանդիլյան եւ վերջում եթե ունեք նոր տեղեկություն պարոն Վարդանյանի մասին, փոխանցեք ինչ վիճակում են, ինչի։ Գիտեք, որ դիմել է ՄԻՊ-երին, երկու երկրների եւ հարցը նրանում է, որ արդեն վերջին մարդասիրական օղակներին են փորձում աշխատեցնել, որը ցավոք սրտի չի ստացվում, որտեղ Հայաստանում որ մի չկա գիտենք, Ադրբեջանում էլ չկա, բայց սա ցույց է տալիս, թե ինչ ծանրագույն վիճակում են գտնվում այնտեղ հայ գերիները եւ անհրաժեշտ է օր առաջ նրանց վերադարձնել։ Հայաստանի ՄԻՊ-ը չնշեց կգնա Բաքու, թե չէ, ասաց ավելի շատ չի գնա։ Ինչ է կարծում, մի օր կլինի այնպես, որ ՄԻՊ-ը որոշի գնա Բաքու եւ տեսնի գերիների վիճակը։ Այսօրվա ՄԻՊ-ը Անահիտ Մանասյանը վատագույն ՄԻՊ-ն է հենց այդ ինստիտուտի կայացման օրից սկսած։ Հայաստանի Հանրապետության վատագույն ՄԻՊ-ն է։ Այն թե նա ինչպես է ծառայում այս իշխանություններին, ուղղակի աղերս չունի ՄԻՊ լինելու հետ։ Նա չի հասկանում, որ մարդու իրավունքը հենց պիտի պաշտպանել պետությունից եւ հայ մարդու իրավունքը տարբեր տեղերում, տարբեր կառույցների պետություններից։ Այսպես որ ձևակերպեմ, կառավարական մարմիններից։ Հետևաբար նա պարտավոր է հայ մարդու իրավունքների պաշտպանության համար հասնել այնտեղ, որտեղ պետք է։ Եվ սա է, որ չի անում, չի անելու եւ ես վստահաբար կարող եմ ասել այս իշխանության օրոք ոչ մի բան առանց Փաշինյանի թելադրանքի տեղի չի ունենում։ Ինչ բան։ Նրանք որևէ մեկը անկախ կառույցներ չեն, այնպեսին ինչպեսին պիտի լինեին։ Ինչ է կարծում, ընտրություններից հետո հնարավոր է գերիները վերադառնան, այդ ամենը դուք տեսնում եք, որ հնարավորությունը Տարբեր սցենարներ են հնարավոր, տեսեք, ընտրություններից հետո կախված արդյունքից բնականաբար, եւ եթե իշխանափոխություն լինի, ու երբ որ իշխանափոխություն լինի, նոր կարող ենք խոսել ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին։ Ես վստահ եմ, որ այս իշխանությունները ուղիղ շահառու են նրանց այնտեղ պահելու, եւ հետեւաբար ոչ որևէ հույս նման ունենալ չեմ կարող։ Ինչ վերաբերում մինչեւ ընտրությունները այլ գերիների վերադարձի, չեմ բացառում, որ նման սցենար լինի այլ հանգամանքներով պայմանավորված, բայց ամենևին ոչ այդ մարդկանց զուտ մարդասիրական առումով իրենց ընտանիքների վերադարձնելուց։ Դա կարնի նախընտրական ինչ-որ քայլ այս իշխանություններին աջակցության համար ադրբեջանական իշխանությունների կողմից, Ալիևի կողմից։ Հետևաբար տարբեր սցենարներ են հնարավոր, բայց ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը հնարավոր է բացառապես այս իշխանությունների փոփոխությունից հետո։ Տիկին Հանդիլյան եւ դուք միացավ ուժեղ Հայաստանին, ինչպես է գնահատում շանսերը եւ արդյոք հնարավորություն կունենաք հասնել իշխանափոխության եւ որ ձեր այդքան թվարկած խնդիրներն ի վերջո լուծման դաշտ բերվեն գոնե։ Մենք արեցինք քայլ, որը պիտի մեկտեղի ընդդիմադիր ձայնը։ Իրականում մենք երկար քննարկումներ ենք ունեցել մասնակցության ձևաչափի մասով եւ ամենաարդյունավետ եւ մեր ռեսուրսի ճիշտ իրացման տարբերակը տեսել ենք այս ձևաչափում, որպեսզի ոչ մի ընդդիմադիր ձայն ուղակի չանհետանա կամ չփոշիանա կամ չկորի չծառայի այլ նպատակի եւ հետեւաբար մեր մասնակցությունը տարածքային թիմերի միջոցով ուժեղ Հայաստանի հենց այդ մասին է, որ երկրում օր առաջ պիտի իշխանափոխություն լինի։ Ես վստահ եմ, որ որևէ մտածող մարդ, որ դատողություն անի ընտրության գնալուց, երբեք ձայն չի տալու Նիկոլ Փաշինյանին։ Մարդիկ տրվել են մանիպուլյացիա, ես դա վստահ գիտեմ։ Վերջերս գրքեր եմ ընթերցում նաև այդ մասին, թե ինչպես է նա կարողանում ազդել մարդկանց ուղեղների վրա։ Նա դրանով է զբաղված։ Ոչ մի բանական մտածող սառը դատողանց չի կարող ուղղակի նրան աջակցել։ Տիկին Հանդիլյան եւ Նաև հնարավոր համարում եք, որ այս իշխանությունների հեռացումից հետո, երբ նոր իշխանություններ կան, կլուծվի նաև պարոն Գրիգորյանի սպանության հարցը եւ ի վերջո կբացահայտվի ամբողջությամբ, թե ինչ կատարվեց։ Հաշվի առնելով, որ ես խորապես համոզված եմ, որ այդ սպանություն ունեցել է պատվիրատուներ, հովանավորներ, կազմակերպիչներ, ես կարող եմ վստահ ասել, որ լավագույն դեպքում, եթե որևէ բան բացահայտվի, դա կատարողն է լինելու, բայց դա ամբողջական բացահայտումը չէ։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ցույցում է տվել, թե ինչ սցենարով պիտի քննությունը ընթանա, որը անթույլատրելի է, ուղիղ միջամտություն է դատական իրավապահ մարմինների աշխատանքին, այլ բան սպասել այս իշխանություններից հնարավոր չէ եւ հետեւաբար այո, իշխանափոխությունից հետո միայն պարզ կդառնա ամբողջական պատկերը, թե ով ինչ հանգամանքներում է կազմակերպել եւ ով է պատվիրատուն, որը ամենակարևորն է։ Եվ դրանք բոլորը պատասխան են տալու օրենքի առջև։ Ես դա գիտեմ, դրան հետամուտ եմ լինելու իմ ամբողջ կյանքը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։